Ողջույն սիրելի հետևորդներ, եթերում դեղորեքային տեղեկատու հաղորդաշարն է։ Ինչպես հասկացաք տեսանյութի փակցված նկարից, այսօր խոսելու ենք շատ հայտնի դեղամիջոցի մասին, ACC-ի մասին։ Երևի թե շատերը եք հեռուստացույցով լսել ACC-ի մասին գովազդները, ինչու՞ չէ նաև օգտվել, եթե կարիքը եղել է, որովհետև ինքը բավականին հայտնի է Հայաստանի Հանրապետությունում, մեր ժողովրդի շրջանում եւ ունի բավականին լայն վաճառքի սպառման, ուրեմն եթե տոկոսային հարաբերությամբ նայենք, այն դեղերի շարքին է պատկանում, որ համարյա թե ժամկետ չի մնում դեղատանը, հետ չի կանչվում պահեստներ եւ կարելի ասել, որ քանակի սպառում է տալիս, որովհետեւ եւ պահանջված է եւ լավ հազի միջոց է համարվում, իսկ դեղերի տեխնոլոգիայի մասին դե խոսելն անգամ ավելնորդ է, Sandoz-ն է արտադրում, իսկ Sandoz-ի արտադրած դեղերը չեն կարող լինել վատը։ Արդեն տարիներ շարունակ ես ինքս էլ որպես մասնագետ համոզվել եմ դրանում։ ACC-ն նախատեսված է հազի համար, այն համարվում է խորխալույց դեղամիջոց, թողարկվում է փոշու եւ լուծվող հաբերի տեսքով։ Դոզաներն են 100 եւ 200 միլիգրամ փոշիների ձևով, 600 միլիգրամ եւ փոշու ձևով եւ ջրալույց հաբերի։ Նախկինում էլ կային 200 եւ 100 միլիգրամանոց ջրալույց հաբերը, սակայն շատ հարցում չունենալու պատճառով հիմա երևի թե չեք գտնի դեղատներից, ամենաշատ սպառվող քանակը հենց ACC 600 միլիգրամն է։ Սիրելի հետևորդներ, մեր ժողովրդի շրջանում ուրեմն կա մի այսպիսի ձևավորված կարծրատիպ, մարդիկ այդպես գիտեն, որ ACC-ն նշանակվում է միայն եթե պացիենտի մոտ առկա է սուրշնչառական վիրուս, գրիպ եւ դրա ընթացքում ուղեկցվող հազ։ Սակայն ACC-ն միայն այս դեպքում չի նշանակվում։ Ես հիմա կցիտեմ այն բոլոր շարքը կետերը, որի դեպքում նշանակվում է ACC դեղամիջոցը։ Եվ եթե ինչ-որ հիվանդության պատճառով դիմել եք բժշկի, պարզվել է, որ ենթադրենք X հիվանդություն է ձեր մոտ, հիմա չեմ ուզում շատ անունները շեշտել, բժիշկը ձեզ նշանակել է մի քանի դեղորայք, եթե իհարկե հիվանդությունը կապված է շնչառական ուղիների հետ, օրինակ ոչ թե ստամոքսի կամ սրտի կամ դե արդեն պարզ է, ինչ եմ ուզում ասել, ինձ արդեն պիտի որ կես բառից հասկանաք։ Եթե հիվանդությունը կապված է սուր շնչառական ինչ-որ վարակների հետ կամ շնչառական համակարգի հետ ու ձեզ բժիշկը դեղատոմսում նշում է մի քանի դեղեր ներառյալ ACC, շատերը մտածում են, որ բժիշկը վատն է, կներեք արտահայտությանս անգրագետ է, վատ բժիշկ է, վատ մասնագետ է, անիմաստ անկապ դեղեր է նշանակում։ Ոչ։ Եթե նման դեղատոմսի եք դուք հանդիպում, ուրեմն իմացեք, որ ցանկացած դեղատոմս ունի իր տրամաբանական բացատրությունը։ Պարզապես այդ տրամաբանական բացատրությունը պիտի տա գիտակ մասնագետը եւ ոչ թե փողոցից պատահական ինչ-որ մեկը։ Սա խնդրում եմ անպայման հաշվի առնել։ ACC-ն նշանակվում է հետեւյալ դեպքերում. Առաջինը սուր շնչառական վարակների ժամանակ ցանկացած վարակի, երբ օրգանիզմում բրոնխներում առկա խորխը մածուցիկությամբ բավականին պինդ է, թանձր է եւ դուրս չի կարողանում գալ օրգանիզմից։ Սուր խրոնիկ բրոնխիտ, օբստրուկտիվ բրոնխիտ, թոքաբորբ, տրախեիտ, լարինգոտրախեիտ, թոքերի թարախակույտ, բրոնխիալ ասթմա, սուր եւ խրոնիկ սինուսիտ եւ միջին ականջաբորբ։ Տեսակ թե քանի հիվանդություն ես շեշտեցի, որի դեպքում նշանակվում է ACC-ն։ Սիրելի հետևորդներ, ACC-ն հակացուցված է հղիներին ու կրծքով կերակրողներին, խորհուրդ չի տրվում նշանակել մինչև 2, նույնիսկ 3 տարեկան երեխաներին, հակացուցված է ստամոքսի եւ 12 մատնյա աղու խոցի առկայության դեպքում։ Կապված երեխաների հետ, ուրեմն ոչ միայն ACC-ն, ես առիթից օգտվելով նաև բարձրաձայնեմ եւ ասեմ, ոչ միայն ACC-ն, այլև ցանկացած հազի համար նախատեսված դեղորայք հակացուցված է մինչև 3 տարեկան երեխաներին։ Շեշտում եմ, մինչև 3 տարեկան երեխաներին։ Որովհետև մարդիկ են լինում, երբ այցելում են դեղատուն, դեղագետից կամ դեղագործից խնդրում են իրենց առաջարկել կամ նշանակել հազի դեղամիջոց տարի ու կես, 2 տարեկան, 6 ամսեկան երեխաներին։ Եվ եթե այդ դեղատունը նշանակում է այդ դեղամիջոցը, մի հատ էլ առաջարկում ու վաճառք է անում, ապա ես ուրեմն պետք է ցավակցեմ այդ դեղատանը չիմացության պատճառով։
օրինակ ինձ մոտ, երբ որ այցելում են նման կարգի հաճախորդներ, որոնց երեխան տարի ու կես, 2 տարեկան երեխա է, հազ ունի եւ դեղորայք է ուզում մայրը կամ հայրը գնել երեխայի համար, կատեգորիկ չեմ տալիս։ Միանգամից սիրելի հետևորդներ, ուղարկում եմ բժշկի, որովհետեւ մինչեւ 3 տարեկան երեխաների թոքերը դեռևս գտնվում են ձևավորման փուլում եւ ոչ միայն թոքերը, բրոնխները ու մնացած այլ օրգանները։ Դրա համար մանկական դեղաչափ տալիս միշտ եղեք ուշադիր։ Մի բան է, եթե չեք իմանում, հարցրեք ոչ թե հարևաններին, ծանոթներին, բարեկամներին, այլ մասնագետներին։ Սա էլի շատ կարևոր կետ է, որ բոլորը պետք է եւ հաշվի առնեն եւ կիրառեն իրենց կյանքում։ Սիրելի հետևորդներ, ուրեմն ԱՑՑ-ի 100 միլիգրամանոց դեղաչափերը եւ 200 միլիգրամանոց դեղաչափերը հիմնականում օգտագործվում են մեծերին ու 14 տարեկան երեխաներին օրական մինչեւ 3 կամ 4 անգամ, 14 տարեկանից բարձրներին։ Իսկ 600 միլիգրամանոց դեղաչափը առհասարակ 24 ժամվա ընթացքում թույլատրվում է կիրառել օրական 1 անգամ։ Ես բազմիցս ականատես եմ եղել, երբ բժիշկը դեղատոմսում ԱՑՑ-ն նշել է օրական 2 անգամ, եթե անկեղծ զարմացել եմ, բայց իրավունք չունեմ ես որևէ բժշկի փնովելու կամ ասելու ինչու է այսպես նշանակել դեղի ներդիր թերթիկում այսպես է, որովհետև բժիշկները այդ իրավունքը ունեն, եթե կա, ուրեմն եթե օգուտի ռիսկը ավելի շատ է, քան վնասի, որովհետև էլի եմ ասում, յուրաքանչյուր դեղատոմս ունի իր տրամաբանական բացատրությունը։ Դրա համար, եթե ձեզ բժիշկները նշանակում են դեղատոմսեր, ամեն կետին եղեք ուշադիր, եթե չեք իմանում, հարցրեք, հարցնելու մեջ ոչ մի վատ բան չկա։ Ավելի լավ է մի քանի անգամ հարցնեք, նոր իմանաք դեղը խմեք, քան չիմանալով խմեք կամ սխալ խմեք եւ վնասեք ձեր իսկ օրգանիզմին։ Այսքանը սիրելի հետևորդներ, եղեք առողջ եւ աշխատեք չհիվանդանալ։ Իսկ մենք դեռ էլի հանդիպելու ենք։ Ես մի փոքր ուշուշ եմ փետրվար ամսին դուրս գալու եթեր, որովհետեւ չափազանց զբաղված եմ։ Եթե նախկինում շաբաթը 2-3 անգամ թողարկում էի տալիս, հիմա երևի շաբաթը 1 թողարկում հազիվ հասցնեմ, որովհետև զբաղված եմ կոսմետոլոգիայի եւ աշխատանքով եւ հաղորդաշարը պատրաստելով եւ մնացած այլ կարևոր գործերով։ Դրա համար զինվեք համբերությամբ, մինչեւ մի փոքր իմ գրաֆիկը թեթևանա, սկսենք ավելի հաճախ հանդիպել։ Բարի գիշեր ու խաղաղ երեկո բոլորիս։